Երկ գրկախառնություններ համբույրներ ազգային ժողովի 2026 թվականի առաջին նիստը քաղաքացիական պայմանագիրն այսպես էր սկսել, բայց հետո եկավ ընդդիմությունն ու սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու թեժ քննարկումները։ Ու քանի որ այս գումարման ազգային ժողովի վերջին նստաշրջանն է, Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանն ազգային ժողովի նախագահից փորձեց պարզել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ինչու ազգային ժողով չի ներկայացվելու։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչեք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք եք ում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանի պնդումների Գեղամ Մանուկյանը հիշեցրեց ընդդիմությունը ծանոթացել է փաստաթղթերին, բայց դրանք զեկույց չեն կարող համարվել, որովհետև չեն ներկայացվել ազգային ժողովին։ Բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց, եւ եթե պարոն Սիմոնյանն ասում է մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաեւ գիտեմ պատիվ ունեմ իդ, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ինչ է, զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացվում է ազգային ժողովին։ Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի մասին բանավեճն այսքանով չավարտվեց։ Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանը շարունակեցին միմյանց մեղադրել։ Միջամտեց նաև Արծվիկ Մինասյանը, հիշեցրեց. ազգային ժողովի բոլոր падգամավորները չեն, որոնց իրավունք է տրվել ծանոթանալ զեկույցին։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուսման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Միմյանց հետ բանավիճեցին նաև ԿՊԱ-ական падգամավորները Խաչատուր Սուքիասյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց ծառայության մասին օրենքում փոփոխությունները հանուն գումարի անելու համար։ Պարոն Սուքիասյան, նախ գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում. նրանք, ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն։ Առաջին ծառայությամբ։ Եթե ինչ-ինչ պատճառներով մինչև 27 տարին չեն կարողացել ծառայել, ուսման մեջ են եղել կամ առողջական խնդիր ունեցել կամ ընտանեկան պայմաններից ելնելով, թող գան եւ ծառայեն եւ իրենց բացը լրացնեն եւ հավասարվեն իրենց ընկերներին։ Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Պաշտպանության նախարարությունում առկա մի շարք խնդիրների, ներկայացրեց իր առաջարկած լուծումները, սակայն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին падգամավորի ելույթը դուր չեկավ։ Ունենալով քննարկումների հնարավորություն այս ամբիոնից վերհիշել նախապատմության մեջ նաև դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալ, ամեն դեպքում կարծում եմ, որ Պաշտպանության նախարարություն եւ падգամավոր գործակցությունը, փոխգործակցությունը եղել է շատ գործընկերային, շատ արդյունավետ եւ դուք մշտապես հնարավորություն եք ունեցել ձեր խնդիրների եւ դժգոհությունների մասին գործընկերային մթնոլորտում մեզ հայտնել։ Ազգային ժողովի նախագահն այսօր ակտիվ էր, ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճապազրույցում անդրադարձավ վերջին շրջանում անդադար քննարկվող մի շարք թեմաների, մասնավորապես Սիմոնյանը հորդորեց չհաշվել իրենց աշխատավարձն ու պարգևավճարները, պնդեց, պետք չի ընկնել 3-ից 4 միլիոն դրամի հետևից։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան։ Աշխատավարձի մասին հարցը դուր չեկավ նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Այդ հարցից հետո նա հեռացավ ճապազրույցը կիսատ թողնելով։ Գնամ ես։ Այսինքն իմ հարցը գնահատական է տալիս։ Հիմա առանց մանիպուլյացիա։ Կներեք, ես չեմ Շատ լավ, Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։